Okay, հարազատներ, սկսում ենք, ուրեմն մեզ առաջինը իսկ հարկավոր է լինելու 2 ջու, լինելու է մեկ պտղունց աղ, 2 ճաշի գթալ շաքարավազ, մոտ 10 գրամի չափով վանիլին, և իհարկե կաթ, մեզ հարկավոր է 300 գրամ, հիմա այս ամենը մի քիչ խառնենք ու մնացածը շարունակենք ավելացնել։ Մոտավորապես բլինչիկի խմորն է, սա ուղղակի մեջ մի քիչ կարող է ավելանա վանիլը ու տենց բաներ համեմունքների հետ կապված։ Առաջի մասը, որ սկսում ենք։ Հիմա ավելացնում ենք 180 գրամ ալյուր, մի լավ շարունակում ենք խառնել, պետք է աշխատենք, որ լուծված լինի, եթե չէ վերջում քամելու ենք, եթե նկատեմ, որ մի քիչ էնչի, պետք է քամեմ արդեն։ Հիմա պետք է ավելացնեմ կակաոն, մոտավորապես 20 գրամի չափով կակաո պետք է ավելացնեմ մեջը։ Okay, ժողովուրդ ջան, ինձ հարկավոր է 200 գրամ ջուր ավելացնել ու մի լավ արդեն խառնել։ Վերջում կքամենք, եթե տեսնենք գունդերը շատ են մեջը։ Okay, խառնենք ավելի լավ է, ես քամենք հիմա արդեն։ Okay, ժողովուրդ ջան, վերջի բանը, որ պետք է անենք, արդեն 2 ճաշի գթալ ձետ պետք է ավելացնենք։ Եվ վերջ, մի լավ խառնելուց հետո անցնում ենք գազօջախի մոտ։ Okay, հարազատներս, սկսում ենք արդեն, մի լավ խառնենք այստեղ։
Գրեթե նույն բլինչիկի խմորն է, ընդամենը շաքարավազը մի քիչ ավելի երևի, քիչ է վանիլն է, որ մեջ ավելացել է, այդքան բան, ամեն ինչը նույնն է համարյա թե այստեղ այս հատվածում։ Ինքը ավելի ոնց որ մի քիչ ավելի նուրբ է այս խմորը, էլ ավելի նուրբ է, քան թե բլինչիկի խմորը։ Ժողովուրդ, երեկ ամուսինս գնացել է խանութ, ասեցի գնա հացար, եթե դժվար չի, ուրեմն նայեք ինչ է գնել։ Մահլաբ, հայերենը գրած է, մահլաբ, էսի աչքից ոնց որ արաբական ինչ-որ մի բան է ինքը։ Ով է տեղյակ, այս ինչի համար են օգտագործում։ Ասում եմ, օքեյ, ինչի համար է սա գնել, ասում եմ, չգիտեմ, մարդիկ վերցնում էին, ասում եմ, ինձ թվաց կարևոր մի բան է, ես էլ ասի վերցնեմ։ Դուք տեղյակ եք, այս ինչի համար է այս մահլաբը։ Հիմա առավոտվանից ոնց փորփրեցի, ասի հասկանամ ինչի համար է սա, չեմ կարողանում հասկանամ։ Ինչի համեմունք է, ինչ է այս իրանից ներկայացնում, փոշի է ինքը այս մահլաբը։ Խնդրում եմ, եթե դժվար չի, կոմենտներում գրեք, իմանամ, թե ինչի համար են օգտագործում սա, այս մահլաբը, որ հասկանամ, ինչ եմ անելու սրա հետ։ Այսինքն մեկ-մեկ տարօրինակ սուրպրայզներ կանի ամուսինս, ասում եմ, ինձ թվաց կարևոր մի բան, ասում եմ, մի կին կար դիմացինը վերցրել է քանի հատով, ասում եմ, ինձ թվաց երևի շատ կարևոր մի բան, ասի ես էլ վերցնեմ տունը, էլի թող լինի։ Այն դարել է անեկդոտը սովետական միությունում, որ ասում էր ինձ էլ մի հատ զիզի, երկու հատ պիզի, հիմա այդ նույն պատմությունն է։ Չես վերցրել է, չենք իմանում ինչի համար է։ Կոմենտներով գրեք, որ հասկանամ ինչ եմ անելու սրա հետ, այս մահլաբի հետ։ Էսի արդեն պատկերացրիք, չէ ժողովուրդ ջան, նույն բլինչիկի խմորներն ենք պատրաստում, սենց ես հիմա անեմ վերջացնեմ, հետ միանանք իրար արդեն։ Okay, ժողովուրդ ջան, արդեն ինձ մոտ պատրաստ են խմորները, սրանք բոլորը դնում եմ առանձին սարելու եւ անցնում ենք մույս մասերը պատրաստելուն։ Առաջինը ինչ եմ վերցրել, ես վերցրել եմ խնձորի սոկ, դուք կարող եք օգտագործել դեղցի սոկ, ինչ որ կպատայի, ինչ կունենաք ձեռի տակ։ 150 գրամ խնձորի սոկ եմ վերցրել եւ ինձ հարկավոր է 2 պաճկա 8 գրամ են ամեն մեկը, 16 գրամ ժելատին։ Սա լցնում ենք մեջը, մի քիչ խառնում ենք ու թողնում ենք, քանի որ ինքը մի լավ հալվի մեջ է։ Ընթացքում կանցնենք մույս բաները պատրաստելուն։ Okay, սա դրեցինք մի կողմ, անցնում ենք մույս բաղադրություններին։ Հիմա աչքիս էսի փոքր է գալու, երևի սա օգտագործենք։ Okay, մեզ հարկավոր է Greek yogurt, հունական մածուն։ 900 գրամ, ինձ մոտ 908 գրամ է, որ չի խանգարի, բան չի այդքան 8 գրամը տարբերություն չի մածունի մեջ է։ Greek yogurt-ը ինչի համար ենք օգտագործում, որտեվ ինքը շատ պինդ է, ավելի էս հունական մածունները ավելի պինդ են։
Okay, սրա մեջ պետք է ավելացնենք հիմա վանիլին 10 գրամի չափով, հունական մածունի մեջը։ Եվ 150 գրամ շաքարի փոշի պետք է ավելացնենք, հիմա մի լավ խառնեմ։ Okay, 150 գրամ շաքարի փոշի։ Okay, սա էլ արդեն խառնվեց։ Okay, հիմա անցնենք հաջորդ զբաղադրությունը, որ պետք է պատրաստենք, մեզ հարկավոր է լինելու կաթի սեր 200 գրամ, հարկավոր է լինելու 50 գրամի չափով շաքարի փոշի նորից, և սա պետք է հարենք արդեն միքսերով։ Okay, Ժորժ ջան, կաթի սերը այնքան են խփում, որ դառնա այսպիսի պինդ մասա։ Նայում եք ինչքան պինդ մասա, ինքը շատ պինդ, կրեմա basically դառնում ինքը։ Okay, հիմա սա պետք է ավելացնենք, արդեն խառնենք մածունին։ Շատ զգուշությամբ, նուրբ ձևով խառնելու ենք։ Եվ սրա մեջ ավելացնելու ենք հիմա, էլ միքսեր չկպցնեք այստեղ, որ խառնեք, Ժողովուրդ ջան, հանկարծ միքսերով չանեք էլ։ Ժելատինը պետք է ավելացնենք հիմա մեջը։ Okay, վերջ, սա արդեն պատրաստ է, հիմա մեզ վերջի շտրիխներն է պետք անել, ինձ հարկավոր է լինելու ինչ ճիր կուզենաք գույնավոր, բայց միայն որ լվանալուց հետո անպայման չորացրած լինի։ Ես օգտագործում եմ հիմա սա մանգոյի ճիրա, կտրտել եմ արդեն, չորացրած է ինքը, լավ չոր, և օգտագործելու եմ գիլասի with steam ակոչում ինքը, այստեղ մեր մոտ օգտագործում են ռեստորաններում շամպայնի հետ կամ մարգարիտաների հետ մատուցելուց, շատ համով ինքը մի բան է, հիմա եսի բացեմ, սրա զորը բացելն է, սա բացեցինք արդեն, բայց պետք է իրան մի լավ քամեմ, ինչ միրգ որ կօգտագործեք, աշխատեք գույնավոր ելնի միրգը, որպեսզի ավելի
տեսքը մեջից շատ սիրուն գերևա։ Այս գիլասները նայում եք, ինքը իրականում շատ համով է, անգամ պոչերը ուտվում է, այդքան համով է։ Եվ մեջից էլ ալկոհոլի հոտ է գալի, հետաքրքիր էր այս մի բանը արդեն։ Իրան մի լավ պետքա քամենք, որտեղ մեզ պետք չի իր սոկը գնա այդ խմորի մածունի մեջը տարածվի։ Okay. Կարծում եմ վերջ, քամված է ինքը արդեն։ Հիմա փոխենք մեկ ուրիշ բանի մեջ դնենք։ Okay, հարազատներիս, մենք ունենք մեր խմորի ամանը, որը բացվում է կողքից, բնականաբար, եւ ունենք մեր խմորները բլինչիկի սարքած, մրգերը եւ մածյունը արդեն սարքած ջելատինովը։ Հիմա ինչ ենք անում, ամենաառաջի բանը, որ անում ենք, մեզ հարկավոր է առաջի շերտ խմոր դնել, մածյունով վրան մի քիչ պատել, Okay, անցան երկրորդ շարքն ենք դնում, էլի բլինչիկի խմորը, անցնում ենք մածյունով, Okay, հիմա վերցնելու ենք արդեն բլինչիկի խմորները առանձին, սենց փոքրիկ կապ ենք սարքելու։ Okay, Ժորժ ջան, վերցնում ենք համապատասխան մի հատ այսպիսի աման, որը պետքա բլինչիկի խմորները մեջը դնենք ու կապ սարքենք իրան։ Like փոքրիկ, like պայուսակի նման փոքրիկ։ Լցնում ենք մածյունը մեջը, քիչ, դնում ենք գիլասներից, դնում ենք չիրերից մեջը մի քիչ, հետո նորից մի շերտել էլի, մածուն փոքրիկ, ու նորից գիլաս, և իրան պինդ սխմելով փակում ենք ու դնելու ենք ամանի մեջը ու տենց մոտավորապես մի 6 հատ կամ 5 հատ, ինչքան որ կկարողանաք արեք, այսպես շարելու ենք հերթով, որ ճղվի հանկարծ, քան փոքրիկ էլ քանդվի, դար չի, մի մտածեք, բան չկա,
մեծ բան չի դա, որովհետև անկախ դրանից վրան հիմա մածուն է լցվում էլի։ Փոքրիկ մածուն, միրգ, նորից մածուն, միրգ ու գնաց մեջ է սա էլ։ Okay, Ժորժան, ահա այսպիսի տեսք ենք ընդունում ու հիմա վերցնում ենք մեջը, մնացած ինչ որ ավելացել է, դնում ենք մեջը։ Կարող եք նաև պոչիկները հանել այս պարագայում, որովհետև փակելու ժամանակ որ չխառնի, բայց այնտեղ թողել եմ, կա որ թողել եմ պոչիկները մեջը, սիրուն է ուղղակի եւ համով է, պատկերացրեք այս պոչիկներն են, շատ համով են։ Ինքը այնպես է եփված, որ միջև անգամ պոչերը եփված են։ Okay, եւ մի քիչ լցնենք չիրից։ Okay, եւ մնացած մածունից հիմա ավելացնենք վրան հավասարեցնելու համար։ Պետք է փորձենք իրան փագենք լիովին արդեն։ Okay, Ժորժան, ահա եւ վերջ, մեզ մոտ ընդամենը արվելացել է 1 խմոր, վերջ, եւ սա գնում է սառնարան 4 ժամ սառելու։ Okay, Ժորժան, արդեն սառել է ինձ մոտ, հիմա պետք է ազատեմ, տեսնեմ հələ դուրս կգա այսպես։ Այո, good, շատ լավ է։ Ահա։ Սա այսպես, հիմա, բայց ուզում եմ մի հատ փոքրիկ թեթև դիզայն անենք, ես շոկոլադ եմ հալացրել այստեղ, շատ փոքրիկ, երևի 2 հատիկ էլ անգամ չի ինքը անում, իրար միացրած։ Ինչքան որ կկարենանք, այնքան կանենք, կհերիքի։ Լայթեն տրաս, աղմուկ մի արա, իմ շունիկն է Ժողովուրդ ջան, խաղալիքը արել, ընկել է խաղալով։ Okay, եւ ինձ մոտ մնացած արդեն այս գիլասներից կար, որոնք որ ավելացել էր, ասի փորձեմ
Տեղադրեմ այ այստեղ։ Երևի թե հանենք, բայց էսի ինձ թվում ավելի ճիշտ է երևի հանելն է։ Դրացի պես արդեն սառեց, հա։ Վերջ, այսքան բան։ Հիմա տեսնենք միջինը ինչպես է։ Այ հայ է վերջ, սա մեջտեղն է արդեն։ Okay, Ժորժ ջան, սա միջի հատվածն է, որ պատկերացնեք ինչպիսին է։ Okay, Ժորժ ջան, սա մի կողմ դնենք, հիմա մի հատ համը տեսնենք ոնց է եղել, որտեվ ինձ էլ է շատ հետաքրքրում արդեն։ Ժորժ ընտիրա, շատ համով է, ոչ շատ քաղցր է, ոչ թթու է, թեթև թթվաշնություն ունի, շատ թեթև, աննշան, դաժե կարամ ասեմ պրիատնի է, շատ հաճելի համ է։ Ընտիր, խորհուրդ եմ տալի անպայման պատրաստեք, իրոք շատ լավն է։